Ահա այսպես է սկսվում Էլմիրադադունցի Գորիսյան առավոտը, դասավորելով վրձիններն ու կտավները, համատեղելով բազմերանգ գույներն իջնում է բակ, ուր գիշերվա խոհերից ծնունդ առած գծապատկերը վրձնի հարվածների տակ մի նոր նկարի պատմություն է դառնում։ Սկզբում գծերի միջոցով ես արտահայտում եմ իմ մտքում առաջացած գաղափարը, որ պետք է նկարեմ։ Քանի որ շատ հեշտ է մատիտով ուղումներ անելը, ես սկզբում այն թղթի վրա եմ տեղադրում, հետո այն, երբ որ արդեն իմաստավորվում է նկարը, ես տեղափոխում եմ կտավի վրա։ Այն ինչպես ստեղծվել է այս նկարը, ես այն հիմա էսկիզը տեղափոխում եմ կտավի վրա։ Մեր ներկայությամբ սկիզբ առած կտավի մոտ Էլմիրադադունցը մտորումների մեջ է, գույներն ու գծերը, լույսն ու ստվերները գաղտնիքներ բացելու հնարավորություն են տալիս նրան։ Գծեր, գույներ, որոնք հետո իմաստ են ստանում։ Գիտեք, արվեստը գաղտնիք է, դու դեռ չգիտես, թե ինչպիսին կլինի քո վրձնի հարվածը, ինչպես ես ստեղծագործելու, ինչպես ես մտքերդ արտահայտելու։ Գույների խաղը, լույսը, ստվերը, գծերը քո մտքերին ընդհանրապես ընթացք են տալիս եւ դու միջոցներ ես գտնում գաղտնիքներ բացահայտելով։ Իսկ երբ նկարն է իմաստանում, դու լռում ես, իսկ քո ստեղծագործությունը խոսում է քո մտքերի, զգացմունքների, տառապանքների, բերկրանքի մասին։ Բազում կտավներում Էլմիրան պատկերել է բնությունը, որտեղ Ծիրանի այգին եւ Ուռենիների պուրակը, կարապների լիճն ու Սևանի ալիքներն ասես դիտողին տանում են այնտեղ, ուր խաղաղությունն է թևածում։ Իմ ազատությունը թույլ է տալիս հիանալ այն ամենով, ինչ իմ հոգուն բերում է ուրախություն, գոհություն, բարիություն, սեր, ժպիտ։ Ահա եւ վերջ, գծանկարից պատկերն արդեն կտավի վրա է, իհարկե դեռ աշխատանքներ կան, բայց այս կտավը իր պատմության սկիզբը դրեց Արևիկ Աբելյան, Գորիսի Լասթ հեռուստաընկերություն։